Նեանտապանում հյուրընկալել եմ իրավապաշտպան Վարդան Հարությունյանին, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ժամանակ առ ժամանակ մենք բախվում ենք մեր երկրում արդարադատության հետ կապված խնդիրների, այս ընթացքում ականատես եղանք հանրային հնչեղություն ունեցող ձերբակալությունների, Գագիկ Ծառուկյան, նրա փեսա Արգամ Աբրահամյան, նաև տեսանք, թե ինչպես պետությունը ասում է վերադարձրեց Գագիկ Ծառուկյանին պատկանող սեփականություններից որոշները, ոմանք այս տեսարաններից ոգևորվում են, ասում են վերջապես մեր երկրում արդարադատությունը հաղթում է, աշխատում է, ոմանք ճիշտ հակառակը պնդում են, որ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր գնահատականը, վաղուց ձեր հետ չենք խոսել, եւ ինչով է վտանգավոր արդարադատության իրականացման այս ճանապարհը։ Դե հիմնականում այդ գործողությունները կատարում են ձեր ասած երկրորդ խմբի մարդկանց համար, որոնք բավականին շատ են, որոնք ծափահարում են այդ կարգի գործողություններին, չհասկանալով, որ արդարությունը եւ արդարադատությունը դրանք տարբեր բաներ են։ Արդարությունը յուրաքանչյուրի մտքում իր սեփական արդարության մասին պատկերացումներն են։ Մեկի համար արդարությունը այս մի բանն է, մյուսի համար են մյուս բանը, մեկի համար արդարությունը կարող է մյուսի համար արդարություն չլինել, իսկ արդարադատությունը համընդհանուր է։ Արդարադատությունը պետք է հիմնված լինի, խարսխված լինի օրենքի վրա եւ իր սեփական անկախության վրա։ Արդարադատությունում չի կարող լինել, եթե խոսում ենք արդարադատության մասին, չի կարող տեղ ունենալ բռնությունը եւ օրենքի խախտումը, օրենքի տարի խախտումը, եթե նույնիսկ, իսկ ոչ թե եթե նույնիսկ, այլ մշտապես կամ որպես կանոն, արդարադատությունը գործ է ունենում օրենքից դուրս գործողների հետ, հանցագործների հետ գործ ունի արդարադատությունը։ Դատում է գողերին, դատում է մարդասպաններին, դատում է ավազակներին եւ այլն։ Եվ եթե այդ գողերին, այդ ավազակներին, այդ մարդասպաններին դու դատում ես ոչ թե օրենքով, այլ քո կամքով, քո ցանկությամբ, քո պատկերացրած արդարության մասին քո պատկերացումներից ելնելով, դու ոտնատակ ես տալիս արդարադատությունը։ Հիմա ենթադրենք այս մարդկանցից ոմանք կամ բոլորը միասին, այդ մարդիկ, բոլորն էլ ինչ որ ժամանակ ինչ որ հանցանքներ գործել են։ Որը բոլորովին չի բացառվում, այդ մարդիկ մեզ հետ միասին ապրել են այս փոքրիկ հանրապետությունում, մենք բոլորս էլ գիտենք ով է, ով ինչպես է հարստություն դիզել, ով ինչ ճանապարհներով է քաղաքականություն մտել եւ ով ինչ դերակատարում ունի մեր այսօրվա վիճակի համար։ Բայց դա բոլորովին չի նշանակում, թե նրանց ձերբակալելիս կամ նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելիս կամ նրանց կալանավորելիս պետք է դիմել բռնությունների, պետք է դուրս գալ օրենքի շրջանակներից, պետք է ոտնահարել օրենքը, հենց միայն այն պատճառով, որ ոմանք կարող են քեզ ծափահարել։ Իմ խոսքը հիմնականում իշխանությանն է ուղղված հիմնականում առաջին իշխանավորին Փաշինյանին, որովհետև նա շարունակում է, ինչպես 18 թվականից հետո շարունակում է գոնե ներքաղաքական կյանքում, շարունակում է այդ պատկերացումներով առաջնորդվել ծափահարությունների հետևից գնալ, պոպուլիզմի հետևից գնալ եւ արդյունքում Հայաստանը հետ է շպրտվում։ Արդյունքում Հայաստանի մասին պատկերացումներն են աշխարհում դառնում առաջ էլ մի բան չէր, հիմա դառնում են վատ։ Այն լռությունը, որ մենք տեսնում ենք արևմուտքից, դա ժամանակավոր լռություն է։ Ժամանակավոր լռություն է, որ կապված քաղաքականության հետ, կապված դիվանագիտության հետ, կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ, կապված արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Իրենց շահերից է բխում։ Այո, լռելը դժվարությամբ, բայց լռում են եւ ես վստահեցնում եմ, որ կգա մի օր, որ հաշիվ կներկայացվի եւ հաշիվ կպահանջվի։ Եվ դա լինելու է Հայաստանի հաշվին։ Այսինքն այն բոլոր սխալները եւ այն բոլոր անօրինականությունները, որ գործում են երբևէ իշխանությունները, որ գործել են մեզանում եւ գործում են այսօր, այդ դրանց համար հաշիվ վճարում է ոչ թե անօրինականություն գործող իշխանավորը, այլ Հայաստանի Հանրապետությունը, պետությունը։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի սխալների բեռը մեր պետության վրա է այսօր։ Փաշինյանի սխալների բեռը նույնպես մեր պետության վրա են եւ մնալու են մեր պետության վրա։ Սա է խնդիրը։ Փաշինյանը կարող էր այլ կերպ վարվել։ Եթե կարող էր, ապա ինչու չի վարվել։ Այսինքն այստեղ ավելի շատ քաղաքական կամքի խնդիր է, կադրերի խնդիր է, ինչպես մենք տևական ժամանակ լսեցինք, որ ասում էին դատավորները չկան դատավորներ կամ մենք նոր դատավորներ չենք բերելու, չենք ստեղծելու։ Նախ կարելի է նոր դատավորներ բերել, դա մեծ խնդիր չի, բոլորովին խնդիր չի, կարծում եմ։
Ինչ վերաբերվում է Փաշինյանը, ես արդեն ասացի, Փաշինյանը այդպես է վարվում, որովհետև դա իր աշխատավարձն է։ Այդպես է նա պատկերացնում Հա, բայց 8 տարի է անցել, պարոն Հարությունյանը։ Մարդիկ կան, որ կարող իրանք պնդեց, իրանք արդեն եկան հայտարարի եւ հայտարարեցին, որ չեն սովորել։ Նրանք ինքը ասեց, չէ, մնացել են նույն դասարանում, կարող են շարունակել մնալ նրանք։ Այո, մարդիկ կան, որոնք գալիս են փորձ ունենալով եւ տարիների ընթացքում ինչ որ ժամանակից սկսած սկսում են փորձ ձեռք բերել։ Այս մարդիկ փորձ ձեռք չբերեցին դատելով նրանց վարքից, որովհետեւ ոչինչ չի փոխվում նրանց վարքում։ Ինչպեսին կային, ես արդեն ասացի 18-ից հետո ինչպեսին կային, այնպեսին էլ կան, նշանակում է նրանք կամ սովորելու կարողություն չունեն, կամ ցանկություն չունեն։ Երկուսն էլ մերժելի են մեզ համար, բայց այդպես է, կամ չունեն ցանկություն, կամ չունեն սովորելու կարողություն։ Հակառակ դեպքում 7-8 տարի հետո այդ չէին վարվի այնպես, ինչպես 7-8 տարի առաջ էին վարվում։ Ինչ վերաբերվում է բուն հարցին, այս մարդ դեռ 2019-20 թվականներին արդեն հայտարարվել էր, որ այս մարդկանց հետ կապված խնդիրներ կան եւ այդ խնդիրները պետք է լուծվեն։ Խնդիրները չլուծվեցին։ Հետաձգվեցին մինչեւ այս ընտրությունները։ Այո, մինչև մարդիկ քաղաքական հայտ ներկայացրեցին։ Հիմա սեփականության մասով էլ դուք հարցրեցիք, շատ կարևոր հանգամանք է։ Ինչ ճանապարհով է, արդեն ասեցի ինչ մարդիկ են, ինչ որակի մարդիկ են, դրա մասին խոսեցինք, բայց ինչ ձևերով եւ ինչ ճանապարհներով են նրանք սեփականություն ձեռք բերել, մեկը խլել է մյուսից, մեկը անօրինական զարտողի ճանապարհներով սեփականաշնորհել է, բոլորն էլ ըստ էության գիտենք կամ լսել ենք կամ կարդացել ենք ժամանակին եւ մամուլն է անդրադարձել այդ ամեն ինչին։ Մենք ինքներս ես անձամբ որպես իրավապաշտպան առնչվել եմ մարդկանց հետ, որոնցից խլել են կոնկրետ մարդիկ եւ ես գիտեմ ինչ գործարաններ, ինչ օբյեկտներ, ինչ մեծ ներդրումներ են յուրացրել դրսից եկող մարդկանց ներդրումները տամ, բայց վերջին հաշվով այս մարդը արդեն ինչ ճանապարհով կարևոր չի, ունի սեփականության իր վկայագիրը, ունի իր թուղթը եւ այդ թղթի օրինականությունը վիճարկելը դատական կարգով պետք է լինի եւ պետք է լինի օրենքով։ Չի կարող հենց այնպես վերցվել եւ հայտարարվել, որ վերջ, արդեն սա քո սեփականությունը չի։ Դա դառնում է նորմա, դա դառնում է ապրելակերպ, դա դառնում է ձև, վաղը այդպես կվարվեն այլոց նկատմամբ կամ այս իշխանավորների կամ այս իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ, երբ որ իշխանություն կփոխվի, բայց դրա վերջը պետք է մի օր տրվի։ Մի օր պետք է կանգ առնենք եւ ասենք, որ վերջ գծում ենք մեր սահմանը եւ ասում, ես ժամանակին մտածում էի թե 18-19 թվականները սահման կդառնան, նույնիսկ գրել եմ այդ մասին շատ, խոսել եմ այդ մասին տարբեր եթերներում, որ տեղի ունեցավ հեղափոխություն, ժամանակ դեռ հեղափոխություն էինք դրան անվանում, տեղի ունեցավ հեղափոխությունը կարող է դառնալ սահման, որից այս կողմ արդեն չի լինելու այն, ինչ եղել է։ Խլոցի, գցոցի, ես չգիտեմ քրեական մշակույթով քաղաքականություն, բայց այսօր պետությունն ըստ էության այդ խլելու գործը նախաձեռնել։ Այն ինչ առաջանում էին օլիգարխները կամ իշխանության հովանին ունեցողները, այսօր անում է պետությունը առանց ամաչելու, հայտարարելով, այս ինչ մարդու սեփականությունն իմն է։ Կրկնվեմ, անկախ ամեն ինչից թե սեփականությունը ինչպես է ձեռք բերվել։ Կարելի է մտնել դատարան, անցնել դատական բոլոր ատյաններով եւ հասնել, այո, չեղարկել, վիճարկել սեփականության իրավունքը, բայց խլել հենց այնպես։ Դա անօրինական է։ Պարոն Հարությունյան, մեր երկրում դատվում է նաև կաթողիկոսը։ Նա մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Այս դատավարության հետ կապված հանրային առաջին արձագանքը բարոյական տիրույթում է։ Հիմա ինձ հետաքրքիր է ձեր գնահատականը, սա ասել, որ այս գործի շրջանակներում խառնվել է բարոյականություն, քաղաքականություն, ել չեմ ասում մյուս սա խարան է դրսևորումները։ Սա խարան է, անկախ նրանից թե մարդը ինչպես է վերաբերվում եկեղեցին, հավատացյալ է, հավատացյալ չի, կաթողիկոսին ընդունում է, չի ընդունում, անկախ այդ ամեն ինչից սա խարան է։ Եվ հատկապես անընդունելի է, երբ խորանում եւ տեսնում ես, որ հայտարարությունները համահունչ են Ադրբեջանից հնչող հայտարարություններին։ Կաթողիկոսի վերաբերյալ հայտարարությունները, կաթողիկոսի ուղղված պարսավանքը, հայհոյախոսությունը համահունչ են Ադրբեջանից հնչող հայհոյախոսություններին, պարսավանքներին, մեղադրանքներին։ Սա նույնպես, բայց վերջին հաշվով
Չգիտեմ ինչ խնդիր են լուծում, հաստատ այդ խնդիրը եկեղեցին չի եւ բաց եկեղեցու բարենորոգումը չի, դրանում դա կասկածից դուրս է ինձ համար։ Բայց այդ խնդիրը, եթե թելադրված է դրսից, ապա դա ազգային անվտանգության խնդիր է։ Բայց փաստորեն չունենք մենք ոչ պետության են կարևորագույն հենասյուները, որոնք որ պետք է ծառայեին պետությանը, ապահովեին պետության անվտանգությունը, այսօրվա դրությամբ, երեկվա դրությամբ էլ մի բան չէին, այսօրվա դրությամբ էլ չունենք։ Եվ տանել դատարան կաթողիկոսին այդ մեղադրանքով բոլորովին անհիմն է, ես կարծում եմ, եթե կա քիչ թե շատ իրեն հարգող դատավոր, ես էլ չասեմ օրենքը հարգող դատավոր։ Ես չասեմ արդարադատությանը ծառայող դատավոր։ Իրեն հարգող դատավոր եթե կա, եթե գիտի իր հարգը, իր կշիռը որպես մարդ, ապա նա չի կարող դատա չհրաժարվել այդ գործից կամ եթե պետք է չհրաժարվի վճիռ կայացնի, ապա արդարադատություն պետք է լինի կաթողիկոսի կամ եկեղեցու օգտին, որովհետև սա պետության խառնվել է եկեղեցու գործին նշանակում, որ իրավունքը պետությունը չունի։ Այդ հիմքով պետք է մերժվի ընդհանրապես այդ գործը, պետք է փակվի այդ գործը, եւ եթե մեր իշխանությունները եւ մեր իշխանավորները ունեն դեռևս եթե ունեն, ես չգիտեմ, գուցե չունեն իրենք տարբերակ, գուցե թելադրանքներն այնքան հուժկու են եւ այնքան հզոր, որ նրանք չեն կարողանում խուսափել, բայց եթե կարողանան իրենց մեջ ուժ գտնել եւ հետ կանգնել այդ ճանապարհից, ապա դրանից կշահեն եւ իրենք, եւ եկեղեցին, եւ մեր հասարակությունն ու հանրությունը, եւ այդ ամոթը, բայց այսպես թե այնպես։ Ինչ չիրել որ լինի, ինչպես էլ որ ընթանան զարգացումները, այս խարանը, այս ամոթը արդեն դաջվել է մեր երկրի ճակատին։ Եթե վաղը նույնիսկ կաթողիկոսին արդարացնեն եւ բոլոր զապահարություններով գնան եկեղեցի ծնկի իջնեն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եթե նույնիսկ դա տեղի ունենա, միևնույնն է, այս խարանը դաջված է մեր ճակատին, պատմության մեջ սա մնալու է։ Այս մեր ժամանակահատվածը, բոլոր ժամանակներն են մնում պատմության մեջ, բայց այս մեր ժամանակահատվածը որպես ամոթալի էջեր, մի շարք էջեր ունենալու, այդ ամոթալի էջերից մեկը սա է լինելու։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան,
Նոյան տապան հրատարակչություն։ Շարվածքից մինչև տպագրում։ Զանգահարեք, գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Դուք հստակ չասացիք, բայց ամեն դեպքում ինչ եք կարծում, ավելի շատ հավանական է, որ այդ ճնշումները այնքան հուժկու են, որ Փաշինյանը չի կարողանում դիմադրել, թե Փաշինյանը չի ցանկանում դիմադրել, որովհետև ակնկալիք ունի, որ իսկապես խաղաղություն կլինի, գոնե իր պաշտոնավարման ավարտը կլինի խաղաղ ընթացքով եւ ինքը Արցախի կորուստը կփոխհատուցի օրինակ այդ խաղաղությամբ։ Ես չգիտեմ ինքը ինչ է մտածում, ես չեմ կարող տեղավորվել նրա պատկերացումների մեջ, որովհետև մենք շատ տարբեր ենք, ես եւ Փաշինյանը, որովհետեւ ես կարողանամ նրան հասկանալ։ Ճնշումների մասին արդեն ասացի, բավականին հստակ ասացի։ Եթե այդ ճնշումները իրոք դրսից են, իսկ դատելով զարգացումներից դրանք դրսից են, եւ ինքը ենթարկվում է այդ ճնշումներին, նշանակում է ինքը իր համար ճանապարհ չի գտնում կամ չի տեսնում այլ ճանապարհ ենթարկվելուց բացի։ Շատ լավ։ Քաղաքասարակությունը զարմացած եւ զայրացած է պարոն Հարությունյան, որ ուժեղ Հայաստանը կարողացավ խորհրդարանում ընտրել, վերցնել եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, ասում են սա շատ վատ հետևանքներ է ունենալու եվրոպացի գործընկերների հետ շփումներում վստահության տեսանկյունից։ Փորձենք հասկանալ քաղաքական ինչ տրամաբանություն կա կամ ինչ տրամաբանություն ենթադրել ուժեղ Հայաստանի կոնկրետ ընտրության հարցում։ Ես ճիշտ ասած չեմ կարող ասել եւ չեմ էլ կարող այդ քայլից այդ դրվագից հիասթափվել, որովհետեւ ես սովոր եմ եզրակացությունների գալ գործողություններից հետո։ Ոչ թե մինչև գործում, ես չգիտեմ նրանք ինչպիսին են լինելու եւ ինչպես են կազմակերպելու այդ աշխատանքը։ Իսկ եթե նրանք լավ կազմակերպեն այդ աշխատանքը, ես չգիտեմ, ես այդ երիտասարդին անգամ չեմ ճանաչում եւ նրա հարազատներին, հոջեղբորը չեմ ճանաչում, նրանց հետ չեմ շփվել։ Բայց որ նրանք ռուսամետ են, այ դրան հիմա կա, այո, նրանք համարվում են ռուսամետ ուժեր, նրանք համարվում են ավելին, նրանք համարվում են դրածոներ, այ հիմա արդեն գալիս է ժամանակը, որպեսզի նրանք կարողանան ապացուցել, որ նրանք այդպեսին չեն, որ նրանք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Եթե կարողանան իրենց գործով, իրենց աշխատանքով դա ապացուցել, իսկ դա շատ շուտ կպարզվի, ամիսներ են պետք, տարիներ պետք չեն բոլորովին, շաբաթներ, ամիսներ են պետք, ապա մենք նոր կկարողանանք եզրակացության գալ, իսկ այսպես ազգային ժողովի հանձնաժողովներին անդրադառնալ առանցին, այսքան տարի ազգային ժողովներում եղել են բազմաթիվ եւ տարաբնույթ հանձնաժողովներ, այդ ինչ են արել նրանք, որ պետք է սրանք անեն, բայց չեն կարողանալու անել։ Կամ այդ ինչ ազգային ժողով ենք մենք ունեցել վերջին 25 տարիների ընթացքում, որ ինչ որ բան է արել, որ այս մի ազգային ժողովը կամ սրանից հետո եղողը հաստատ սրանից լավը չի լինելու, որ չեն անելու։ Մենք սովոր ենք մեր պարլամենտը դիտարկել որպես իշխանությանը կից կառույց, իշխանության թելադրանքներին հլու հնազանդ կառույց, անկախ դրանից թե Հայաստանը ինչ երկիր է, պարլամենտական թե ոչ թե նախագահական, այդպես եղել է Բաղրամյան 26-ում ընտրում էին падգամավորներ, նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների падգամավորներն էին համաձայնեցվում նախագահականի հետ, հայտնի են դեպքերը եւ հայտնի են անունները, գիտենք այդ ամեն ինչը, իսկ այսօրվա երկիրը մեր կոչվում է պարլամենտական, բայց պարլամենտը ինչ դերակատարում ունի Հայաստանում, որևէ դերակատարում դուք որպես լրագրող կամ որևէ մեկը կարող է նշել, չունի ոչ մի դերակատարում, բացի հնազանդ դակելուց կառավարության հանձնարարությունները։ Այնպես որ այդ կառույցում ձևավորված հանձնաժողովները ընդհանրապես գործողումների են գնում, արևմուտքից են գալիս նրանց հանդիպում։ Իհարկե, լավ կլիներ, որ արևմուտքից եկողները մեզանից լավ տպավորություններով հեռանային, հիմա ինչ իսկով ասում, որ երիտասարդը կարող է հանկարծ վատ տպավորություն թողնել նրանց վրա։ Չգիտեմ, ժամանակից առաջ չընկնենք, սպասենք մի քանի ամիս։ Ասում եք կաշխատենք, կտեսնենք, նրանք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, թե այլ երկրի, Եվրոպայի հետ սերտ համագործակցությունը կարող է վկայել, որ նրանք աշխատում են Հայաստանի շահերից ելնելով։ Ինչ պետք է նրանք անեն, որպեսզի մենք գոնե այդ նշույլները տեսնենք, որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Տեսեք, նախընտրական փուլը ամբողջությամբ
ընդդիմադիր դաշտում հանդես եկողները ոչ միայն այս նախընտրական ընթացքում, այլև դրանից առաջ էլ նրանց բոլոր հայտարարությունները հիմնականում ուղղված էին կամ ելնում էին Ռուսաստանի շահերից, ինչը վրդովեցնում էր։ Շատ դեպքերում նրանք այս ընթացքում էլ ձայներ չստացան, որովհետև մարդիկ սովորական ընտրողը մտածում է լավ, դուք ինչի համար եք գալիս, որպեսզի Ռուսաստանի շահը սպասարկեք։ Դա շատ սխալ գիծ էր, որ սրանք տանում էին, այդ գծին լցված ուժերը հայտնի են, դեմքերը հայտնի են, եւ այս իմաստով նրանց պարտությունը նույնպես բացատրելի է։ Չէ, բայց իրենք ինչ էին ասում էին Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնենք, ամեն ինչ լավ կլինի։ Հա, բայց ինչու պետք է լավ, մենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ լավ են եղել միշտ։ Հիմա էլ ված չեն, ասեմ ձեզ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դե միանգամից համապարփակ անդրադառնանք Ռուսաստանին։ Տեսեք, կա տպավորություն, ձեր հարցերի մեջ էլ այդ տպավորությունը կա, կա տպավորություն, թե մենք ունենք ընդդիմադիր դաշտ, որը պրոռուսական է, եւ ունենք իշխանություն, որը հակառուսական է։ Փաշինյանը հակառուսական է։ Ես համաձայն չեմ այդ տեսակետին։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը լավ էլ պրոռուսական է։ Լավ էլ Պուտինյան է, Փաշինյանը իր մտածողությամբ, իր վարքու վարքով, իշխանավարման մասին իր պատկերացումներով, պետության մասին ունեցած իր պատկերացումներով եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կազմակերպելու իր երազանքներով, իր ձգտումներով, իր մղումներով։ Հանգամանքներն են այնպես դասավորվել, որ Փաշինյանը հայտնվել է այս դերում։ Նա շատ կուզենար ունենալ փայլուն հարաբերություններ Լուկաշենկոյի հետ, Նազարբայևի հետ, ես չգիտեմ, Պուտինի հետ, որովհետեւ իր վարքը, իր էությամբ նա նրանց է նման, նա դիկտատորական է, նա դեմոկրատ չի։ Եթե ուզում եք էլ ավելի մեծ հիմնավորում, ապա երբ Ռուսաստանը Սիրիայում սկսեց իր լայնածավալ պատերազմը, շատ երկրների դիմեց աջակցություն ստանալու համար։ SNG-ի երկրներից, նախին խորհրդային հանրապետություններից որևէ մեկը նրանց շաջակցեց Ռուսաստան։ Սերժ Սարգսյանի Հայաստանը նրան շաջակցեց, բայց Փաշինյանը զորամիավորում ուղարկեց Սիրիա։ Մենք դա մոռացել ենք, բայց դա պետք է հիշենք։ Հայաստանի Հանրապետությունը Փաշինյանի օրոք եղել է միակը, որը Սիրիա զորամիավորում է ուղարկել, ցույց տալու համար, ապացուցելու համար Պուտինին, որ ինքը շատ ավելի ռուսամետ է, քան իր նախորդ Սերժ Սարգսյանը օրինակ։ Նրա բոլոր հայտարարությունները Ռուսաստան մեկնելուց առաջ, Ռուսաստանից վերադառնալուց առաջ, նաև այսօր այդ մասին են վկայում։ Բայց հանգամանքներն են այդպես դասավորվել։ Արցախյան խնդիրը, պատերազմը, պարտությունը, ուկրաինական պատերազմը, մեծ լայնածավալ պատերազմը, որ աշխարհում դրել է հստակ սահման։ Դու կամի մեջ ես, կամ այս կողմ ես, կամ այն կողմ ես։ Եվ այդ կամի պարագայում գումարվում են դրան մեր պարտությունը, Արցախը, կորուստը Արցախի, տարբեր հանգամանքներ, արտաքին տարբեր ճնշումներ, եւ Փաշինյանը հանգամանքների բերումով հայտնվել է այս կողմում, լինելով այն կողմի կրողը, այն կողմի մտածողը, այն կողմի պատկերացումների կրողը, իսկ ընդդիմությունն էլ չի կարողանում այդքան խորը հասկանալ այն ինչ որ ես հիմա ասացի եւ իր պարզունակ ռուսամետությամբ, պարզունակ բառը կարող է լավ չհասկանան իրանք, պրիմիտիվ ռուսամետությամբ ոգևորում է հանրությանը, ապացուցում է մեկ ավելորդ անգամ, թե Փաշինյանը արևմտամետ է։ Բայց Փաշինյանը իսկապես հայտնվել է այն կողմում, թե նա դեռ տատանվում է այդ կողմերի արանքում, որովհետեւ որոշներն էլ ասում են, այո, Փաշինյանը տատանվում է, այո, փորձում է նստել երկու աթոռի եւ առիթից օգտվում է հիմա արևմուտքը։ Փորձում է իր աթոռը շատ ավելի հարմարեցնել, որ Փաշինյանը նստի եւ դա լավ է մեզ համար, Հայաստանի համար։ Ես ինքս իմ էությամբ արևմտամետ եմ։ Կարծում եմ, որ Հայաստանի զարգացման ուղին պետք է լինի հենց արևմուտքը։ Վստահորեն կարող եմ ասել, որ մենք երբ հայտարարեցինք մեր անկախությունը 1991 թվականին, մեր հռչակագրով, մեր պատկերացումներով, ամեն ինչով մենք արևմտամետ էինք։ Մենք Ռուսաստանից էինք անկախանում։ Մենք ռուսական կայսրությանն էինք մերժում եւ ընտրում էինք ժողովրդավարական ուղին, ընտրում էինք մեր հայտարարություններն այդ մասին էին։ Մի պահից 2000-ականներից բեկվեց մեր ուղին։ Քոչարյանից սկսած հիմնականում 90-ականների ամենավերջում, նաեւ
Տեր-Պետրոսյանի իշխանավարման վերջին տարիները կարելի է բերել այստեղ ավելացնել, բայց Քոչարյանի ժամանակներից սկսած մեր ուղին բեկվեց եւ մենք դարձանք ռուսական ազդեցության ոլորտ։ Մեզ սկսեցին այդպես ճանաչել, այդպես ընկա, մենք սկսեցինք մեզ այդպես ներկայացնել։ Իսկ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի Հանրապետությունը արտաքին քաղաքականություն չի էլ ունեցել։ Մեր արտաքին քաղաքականությունը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը կից մասնաճյուղ։ Բոլոր միջազգային կառույցներում մենք քվեարկել ենք հօգուտ Ռուսաստանի հաշվի չառնելով Հայաստանի շահը բոլոր միշտ այդպես է եղել։ Եվ հիմա այդ ֆոնին, այդ ամեն ինչի ֆոնին, երբ գալիս է ինչ-որ մեկը, կլինի Սամվել Կարապետյան, կլինի Վարդան Հարությունյան, կլինի ես չգիտեմ ով ուզում է լինի, երբ գալիս է եւ ասում է մենք պետք է Ռուսաստանի հետ լավ լինենք, իհարկե մենք պետք է Ռուսաստանի հետ լավ լինենք, մենք պետք է լավ լինենք Նիկարագուայի հետ, մենք պետք է լավ լինենք Ռուսաստանի հետ, մենք պետք է լավ լինենք Յակուտիայի հետ, բոլորի հետ մենք պետք է լավ լինենք, Ադրբեջանի հետ մենք պետք է լավ լինենք, Թուրքիայի հետ պետք է լավ լինենք, առանձնապես, հատկապես, որովհետեւ նրանք մեր հարևաններն են։ Բայց գալ հենց այնպես հայտարարել այս ամեն ինչի ֆոնին, ինչ ես ասեցի, դու սկսում ես արդեն ընկալվել ոչ թե որպես գործիչ, որ եկել է որ ծառայի Հայաստանի Հանրապետությանը, այլ այդ կարգի հայտարարություն անող Վարդան Հարությունյանը դիտարկում է արդեն որպես Ռուսաստանի դրածո։ Ասում են մենք մինչև քո գալն էլ մենք Ռուսաստանի հետ ենք, հիմա որ դու եկել ես Վարդան Հարությունյան, ինչ ես ուզում փոխել այդ դեպքում։ Դա արդեն ունեցել ենք, դա արդեն մեր անցյալն է։ Իսկ Փաշինյանը այո, Փաշինյանը լինելով իր պատկերացումներով ռուսական, իր մոտեցումներով, ամեն ինչով լինելով ոչ ժողովրդավարական, հակառակը ոչ արևմտյան, այսօր հայտնվել է այդ վիճակում եւ եթե հանգամանքները այնպես դասավորվեն, մենք կարող ենք շահել նույնիսկ դրանից։ Մեր երկիրը ես նկատի ունեմ, մենք ես նկատի չունեմ, մեր երկիրը ունենանք հաջողություններ, ասենք այդ վիզային ռեժիմի վերացումը լինի, թրիփը գործի, պարոն Հարությունյան, բազմաթիվ բաներ կան, կնքվեն կամ համաձայնություններ, ոչ թե բանավոր հայտարարությունների մակարդակի, այլ համաձայնություններ արևմտյան երկրների հետ, Եվրոմիության հետ, որոնցից հետո հրաժարվել դժվար լինի կամ չլինի, այդ կարգի գործողություններ, եթե կարողանանք կազմակերպել, արևմուտքը հիմնականում կազմակերպի, ապա մենք շահած այո դուրս կգանք։ Ասացիք, եթե արևմուտքը կազմակերպի, այսինքն եթե իրենք կազմակերպեն եւ Ռուսաստանի հետ արճակատման հարցում իրենք հաղթող լինեն, Փաշինյանը ընդամենը կատարելու է, դերակատարն է լինելու եւ այստեղ կխնդրեմ անպայման երկաթուղու այդ կառավարման հարցին անդրադառնալ, ինչպես եք տեսնում դրա լուծումը։ Դե տեսեք, ես արդեն ասացի, որ Քոչարյանի ժամանակներից սկսած Հայաստանը եղել է Ռուսաստանի ոչ միայն եղել է Ռուսաստանի ազդեցության գոտում կամ ոլորտում, այլ եղել է կցորդը Ռուսաստանի եւ ըստ էության մենք մեր տնտեսությունն ամբողջությամբ ոչ թե կապել ենք, այլ նվիրել ենք, տվել ենք Ռուսաստանին, ինչ բանը գյուտ պարկի դիմացից սկսած տվել ենք։ Մեզ հայ-ռուս գազարտը դադարեց հայ-ռուս գազարտ լինելուց կհիշեք այդ գազը համատեղ էր, հայ-ռուսական էր։ Կամաց տոկոսները զիջեցին Ռուսաստանին, վերջը դարձավ ռուսական ամեն ինչը։ Խողոկաշարերը բոլոր տվեցինք, երկաթուղիները տվեցինք, այդ ամբողջը արվել է միայն նախ առաջինը, որ իշխանավորներն իրենց պատկերացումներով իրենց այդպես էլ հենց պատկերացնում էին, ռուսական ազդեցության մարդիկ էին իրենք իրենց պատկերացնում, եւ մյուսներն այլ որ Ռուսաստանը ճնշում էր, որպեսզի այո կապի Հայաստանը իրեն, ոչ միայն Հայաստանը, այլ հանրապետությունների հետ կապված նույնպես այդ խնդիրը եղել է, բայց մյուս հանրապետություններում որքան էլ որ եղել են էլի ռուսական, ռուսամետ, ռուսական պատկերացումներով գործիչներ, բայց կարողացել են թեկուզ սեփական շահերից ելնելով, անձնական շահերից ելնելով կարողացել են պահպանել շատ բան, ասենք Ռուսաստանը կուզենար ադրբեջանական նավթը ամբողջությամբ իրենը լիներ, ինչպես մեր երկաթուղին է ամբողջությամբ իրենը, կամ մեր խողովակաշարերն են ամբողջությամբ իրենը, բայց չի կարողացել, որովհետև դա ասենք Ալիևները մտածել են, որ մեր ընտանիքն էլ կարող է դրանով լավ բարգավաճել, ինչու պետք է մենք ձեզ տանք, մոտավորապես։ Հիմա երկաթուղին շատ կարևոր է եւ կարծում եմ, եթե նույնիսկ բարդություններ պետք է ծագեն դա վերադարձնելու հարցում, ուրեմն պետք է գնալ այդ բարդություններին, որովհետեւ դա մեր անկախության գրավականներից մեկն է։ Վաղը միսօր, երբ որ կաշխատի, երբ որ դա աստված, երբ որ հանգամանքները կդասավորվեն եւ կբացվեն սահմանները մեր հարևանների հետ, Թուրքիա, Ադրբեջան, Սև ծով, Միջերկրական ծով, Իրանը կսկսի դերակատար դառնալ
ամենայն հավանականությամբ եւ ավելի լուրջ դերակատար քան կարծում եմ դեպքում մենք նույնպես մեր դերը նույնպես կբարձրանա, բայց կբարձրանա միայն մի դեպքում, երբ որ մենք ունենանք մեզանով երբ որ մենք կդառնանք կամուրջ եւ այդ կամուրջը կլինենք մենք, ոչ թե մեր երկրով կամուրջ կլինի Ռուսաստանը կամ մեր երկրով կամուրջ կլինի, ես չգիտեմ, Բրազիլիան։ Եթե մենք ենք ճանապարհ, ես շատ եմ գրել այդ մասին, դեռ 90-ականներին եմ գրել, 2000-ականներին եմ գրել Ղարաբաղյան այդ խնդիրը արձարծելիս, ես միշտ ասել եմ, որ մենք պետք է գնանք համաձայնության մեր հարևանների հետ, երևի ձեր եթերում էլ ասած կլինեմ, եւ այդ բառը իմ սիրած բառն է, որ մեր երկիրը պետք է դառնա կամուրջ։ Պետք է փոքրիկ 29,000 քառակուսի մետրանոց կամուրջ, այդ իմ սիրած ձևակերպումն է։ Այդքան կամուրջ պետք է լինենք ասենք։ Պատկերացրեք, որ Իրանը Սևծով է գնում այդ կամուրջով, Ադրբեջանը Թուրքիա է գնում այդ կամուրջով, Հնդկաստանը միջերկրական ծով է գնում այդ կամուրջով եւ այլն, փոքրիկ, բայց կամուրջ։ Հիմա այդ կամուրջը, կամուրջի տարերից մեկը մեր երկաթգիծն է, որը մերը չի։ Մեր խողովակաշարերն են, քիչ են դրանք Հայաստանում, բայց էլի մերը չի։ Էլի շատ բաներ կան, որը մերը չեն, բայց կարծում եմ, որ այո, եթե պետք է նույնիսկ բարդություններ լինեն, ես չգիտեմ, ֆինանսական կամ դատական կամ ինչ, երևի թե պետք է գնալ հաղթահարել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանի երևացող QR կոդով։